Ավետիք Իսահակյանի սիրելիության մասին խոսելիս ավանդաբար առավելապես շեշտվել է նրա պատանեկան սիրո Շուշանիկի կերպարը։ Եվ դա այն դեպքում, երբ Իսահակյանի կյանքում եղել են բազմաթիվ այլ կանայք, որոնք նույնպես բանաստեղծորեն ներշնչել են նրան։ Վերջին տարիներին հրատարակված Իսահակյանի բավական ընդարձակ նամականին հնարավորություն է տալիս ավելի առարկայաբար ծանոթանալու նրա սերերին եւ հասկանալու զգացմունքից բանաստեղծություն անցած նրա ճանապարհի յուրահատկությունները։ Իսահակյանի սերերին ու սիրելիությանը նորովի կփորձենք այսօր ծանոթանալ գրականագետ Հայկ Համբարձումյանի հետ, բնականաբար զուգահեռ ընթերցումներ հաղորդման շրջանակում ողջույն։ Այո, Արքմենիկ, ներշնչված զուգահեռ քայլենք Ավետիք Իսահակյանի սիրո ճանապարհով։ Նաև նրա 151-յակի առիթով էլի, առավել եւս, որտեվ սա արդեն մի որոշակի հեռադրություն է, որը թույլ կտա բացել որոշ փակագծեր եւ խոսել Իսահակյանի սերերի եւ սիրելիության մասին նաեւ նոր լույսի տակ, ինչու՞ ոչ, որովհետեւ ես կարծում եմ, որ եթե հրապարակի վրա են դրվում նման ծավալի նամականի, որտեղ առանց այսպես գրաքննչական եւ կամ այլ միջամտությունների ներկայացվում են բազմաթիվ նամակներ տարբեր կանանց հետ եւ որոնց զուգահեռ տարբեր բանաստեղծությունների հետ նոր պատկեր է Երևան բերում, բնական է մենք էլ պետք է առիթից օգտվենք եւ քննարկենք։ Զգուշացում, իհարկե, լայն հեռուստադիտողական շրջանակին հետաքրքիր են այս պատմությունները, բայց մենք պետք է հասկանանք, որքանով են դրանք ծնունդ տվել սիրային բանաստեղծության, արդյոք իսկապես նույն ներշնչմամբ ինչ որ Շուշանիկի սիրահարության է շրջանում նրան նվիրված կամ նրանց այս հարաբերություններից, ողբերգությունից ծնված բանաստեղծություններ են Իսահակյանը հետագայում էլ գրել է, ես օրինակ դրանից էլ կմեկնարկենք, դու շատ առումներով ճիշտ ես, բայց թույլ տուր նաև ներողություն խնդրելով մի դիտարկում անել, քո իրավացիությունը նաև որոշակի կաղապարի, այսպես թելադրանք է, ինչու, որովհետև իհարկե չեն կարող համատել հետագա շրջանի բանաստեղծությունների ներշնչանքը, հույզը, այդ խռովքը պատանեկան շրջանում գրված բանաստեղծությունների այդ նույն որակների հետ, ինչու, որովհետև նախ տարիքային առանձնահատկություն սերն էլ ունի, մեր մեջ ասած, եւ երկրորդը նաեւ մենք գործ ունենք բոլորովին այլ բանաստեղծների հետ, որքան էլ տարբեր այսպես վերլուծություններում եւ ընդհանրական ըմբռնումներում Իսահակյանը միատոն, միավոր բանաստեղծի տպավորություն կարող է թողնել հատկապես քննարկության մեջ, հա, բայց իմ խորըմբռնմամբ Իսահակյանը շատ տարբեր բանաստեղծ է, օրինակ 1880-90-ականներին եւ շատ տարբեր բանաստեղծ է, օրինակ 1920-ական թվականներից հետո, ոչ միայն իմաստնության, փորձի եւ խորքի առումով, այլ նաեւ զուտ պոետիկայով։ Վերադառնալով Շուշանիկին, ես ասեմ, որ իհարկե սա միշտ մնալու է իշխող կերպար, բայց նրա այդ ֆետիշացումը ես կարծում եմ, որ մի կողմից գուցե ճիշտ է եւ առավելապես պայմանավորված է Իսահակյանի բանաստեղծության մեջ շատ շրջանառվող հենց անունով, որովհետեւ Շուշանը այն բացառիկ սերն է Ավետիք Իսահակյանի, ես սա երևի թե ասում եմ ի սկզբանե ամրագրենք, որը անուն ստացավ եւ իր անվամբ է հանդես գալիս Իսահակյանի քննարկության մեջ, ընդ որում արդեն նույնիսկ այն ժամանակ, երբ որ արդեն իր կյանքում կային այլ կանայք եւ նույնիսկ դեպքեր կան Իսահակյանի քննարկության մեջ, այո, խորհրդանիշ, կորցված սիրո, այո, Շուշանիկը ավելի շատ խորհրդանիշ է, հատկապես իր ամուսնությունից հետո եւ մանավանդ Իսահակյանի կյանքում հիմա կտեսնենք հայտնվում էին նորանոր կանայք։ Ներկա եղած սիրականից պսակին, ուրախ դեմքով կրծքից ծաղիկ առնավար, որ ինձ տեսներ իրեն ուտեր զայրագին, թե դրուժն իր արժեք չունի ինձ համար։ Աչքից նայր կարդար անհույս իմ հոգին, խիղճը խոցվեր, իրեն դահիճ միշտ զգար 1902 թվականին։ 27 տարեկան դեռ Իսահակյանն է, դեռ ուրեմն եթե հիմա փորձենք հենց մի անգամից քո ընթերցած բանաստեղծության հետքերով գնանք եւ քո նշած թվականով 1902 թվականն է, երբ որ Իսահակյանը դեռ 27 տարեկան եւ դեռ չի ապրել նոր եւ բուռն սերեր։ Ահա, երբ որ 1904 թվականից հետո օրինակ դու բանաստեղծություններ մատնանշես, որտեղ նման պատանեկան էլի վրեժը խնդրության ինչ որ տարեր կլինեն, ես կասեմ հա, բայց 4 թվականից հետո Իսահակյանի կյանքում եղավ մի շատ կարևոր սեր, որը ես ամենից շատն եմ նրա ստեղծագործության զարգացման մեջ դիտարկում, Աննա Մատակյանի հանդեպ տածած սերը եւ նրանց հարաբերությունները, այստեղ էլ մի շատ կարևոր էական բան նշենք, որ Աննա Մատակյանը Շուշանիկ Մատակյանի հարազատ քուրդն էր,
Սա էլի ֆենոմենալ բան է, կարծեմ համաշխարհային իրականության մեջ էլ մեծերի հետ կապված առաջին դեպքը չի, երբ որ մի քրոջից մերժված լինելով մոտենում են մյուս քրոջը։ Ինչ եմ այս կապերը շատ ֆենոմենալ համարում, որովհետև եթե օրինակ Իսահակյանի հատուկենտ նամակները, որ պահպանվել են Շուշանիկին, հատկապես այն հայտնի նամակը, որ գրիչս թաթախում է Մարիանաս մեջ, որը բնականաբար շատ տպավորիչ նամակ է, Աննա Մատակյանի հետ նամակները ավելի շատ գրված են ոչ թե զգացմունքի շեշտադրությամբ, այլ ավելի շատ փիլիսոփայական խորքով։ Եվ այդտեղ է որոշակիորեն այդ շրջանում թերևս նաև կապված նրա ուսումնառությամբ, փիլիսոփայական այսպես աշխարհայացքի փոփոխության, փիլիսոփայական հայացքների, իհարկե այստեղ որոշակի մերժողականություն կա պես այդ սիրո գաղափարի, բայց կարծես թե իմ տպավորությամբ Իսահակյանի մեջ անընդհատ կա այդ սիրո ապրեսնող բանը, սիրո ներշնչումը եւ այլն, այսինքն որքանով էլ նա գուցե իրական կյանքի հետ հարաբերության մեջ կարող է մերժել ինչ-ինչ բաներ, քննադատել, նաեւ հաշվի առնելով իր անցած վատ փորձառությունը սիրային, բայց նաեւ ներշնչումը պահում է եւ իհարկե որոշակի այս անդառնալիության բանը կա ապրումների մա, այսինքն այստեղ խնդիրը առանձին կանայք չեն, Շուշանիկը կամ նրա քույրը, այլ խնդիրը հենց սիրո ուսումնասիրությունն է, ինչ է սերը եւ ինչ է տալիս, ինչ է մնում։ Հենց ինչ է սերը, Աննա Մատակյանի հետ այդ նամակագրությունը, ես հիմա կփորձեմ հատվածներ նաեւ գտնել կարդալ, շատ կարեւոր է նրանով հասկանալու համար, ինչ բան է սերը Իսահակյանի համար եւ սիրո փիլիսոփայության նրա ըմբռնումը։ Օրինակ տես Աննայի հետ հարաբերությունների մի շրջան կա, երբ որ ինչ որ երևում է, որ ինչ որ բան շատ ավելի հեռուն է գնացել, քան նախատեսված էր Իսահակյանի կողմից եւ Աննան որոշակի պահանջներ է դնում, գուցե ամուսնանալու, չգիտեմ, կամ գուցե միասին ապրելու, եւ սա է, որ դառնում է պատճառ խզելու հարաբերությունները Աննայի հետ, որտեղ Իսահակյանը մի երկար եւ շատ կարեւոր նամակով 1904 թվականի հուլիսին գրված Աննա Մատակյանին բացատրում է, որ իր մարդկային նկարագրի եւ էության ամենակարևոր կողմերից մեկը իր ազատությունն է, հա, եւ ամուսնությունը մի բան է, հա, սիրածեյակի կողքին մշտական լինելը մի բան է, որը կաշկանդում է իր ազատությունը։ Եվ այստեղ մենք կարող ենք նույնիսկ այո պարադոքսալ ինչ որ իրողության առնչվել, որտեղ Շուշանիկ Մատակյանի հետ հարաբերություններում, հա, նրանից վիրավորվածությունը Ավետիք Իսահակյանի եւ ցավը ինչի համար էր, որ Պոկեցին տարան, չէ, սիրտս պոկեցին տարան արտահայտություն, սիրեցի տարան, հիմա ինքն է ուզում որ տանեն կոպիտ աշխարհ, էլի։ Բայց միշտ դու գտնես, թե գտել ես։ Ես մի հատ պոկելու հետ կապված մի բան կարդամ 1904 թվականին արկումի գրված Մոսկվայում։ Խաղաց վարդը թփին ետ չի գա նորից, ետ չի գա հավետ ժամն անցած օրից։ Անցած կյանքդ հիմա երազ է մշուշ, վիշտ ու սերը տանուշ, հուշեր են քնքուշ։ Սիրտդ մաքուր պայիր ու բարի արա, որ ամպ չնստի հուշերիդ վրա, մի վրազիր, մահին կհասնես վաղ ուշ, չեղածի պես կանցնին եւ երազ եւ հուշ։ Սա արդեն փիլիսոփայական համերաշխությունն է, հաշտվածությունն է, հա, այդ երևույթի հետ, թեպետ այստեղ էլ Իսահակյանի պոեզիայում կարող ենք այսպես առարկայական հակասություններ տեսնել, կյանքի վերջում կարծես գրված բանաստեղծություններից մեկու մեջ ասում, սիրածներից կորուստի հետ ասում է, չհաշտվեցի ես երբեք, հա, այդուհանդերձ այդ նման նաև մոտեցում կա, տես մյուս կարևոր երևույթը հիմա եթե էլի վերադառնանք Աննա Մատակյանին գրած նամակներին, սիրո կենցաղայնության բացառումն է, հա, որովհետև երբ որ սերը, որը ներշնչանքի առարկա է, որը կարող է նմանատիպ բանաստեղծությունների ծնունդ տալ, վեհացնել մարդուն, թռիչքների մղել եւ այլն, երբ որ լինում է մոտ կամ չգիտեմ, դառնում է ամուսնություն եւ ընդհանրապես այդ տիպի մի որևէ հարաբերություն, ապա անմիջապես վերածվում է որոշակի կենցաղայնության, ինչ որ առօրյա հարաբերությունների, հարազատների հետ, բաների հետ քննարկումների, որը արդեն այդ սիրո էությունը զրկում է իր ամենակարևոր բաներից, այդ գեղեցկությունից, վեհությունից եւ մնացած բաներից եւ Մատակյանի հետ իր քննարկումներում նաեւ Իսահակյանը հետաքրքիր ձևակերպումներ ունի սիրո փոխադարձության, հա, սիրո գնի վերաբերյալ։ Տես, օրինակ առաջին հայացքից շատ, չգիտեմ, գուցե շատ կենցաղային դրվագ է կամ շատ պարզունակ, երբ որ խնդիր է դրվում, թե ով պետք է ասի Աննայի հարազատներին իրանց կապի մասին։
Հա, Աննան բնականաբար հիմա էլ երևի տարածված է, որ ինչ որ տղան պետք է գնա ծնողների տուն, ասի եւ այլն եւ այլն։ Իսահակյանն ասում է, որ դու պետք է անես եւ դա այն գինն է, որը ես պահանջում եմ իմ սիրո դիմաց։ Իմ սիրո դիմաց, ասում է, եթե դու դա անես, այն ժամանակ ես քեզ համար կլինեմ քո պահապան հրեշտակը, քո անձնվեր, քո անձնազոհ հոգին, միշտ հավատարիմ, միշտ անդավաճան եւ միշտ աստվածային։ Սա ոչ թե ասում է պայման եմ դնում, այլ պահանջ, իմ սիրո պահանջը։ Սիրո գինը սերն է, ասում է Իսահակյանը, եւ իմ սերը այդպիսի գին է պահանջում։ Ընդունակ է այդ գինը տալու մենք ընկերներ կմնանք ամենավեհ մտքով հասկացած։ Ամուսնության մասին ոչ մի խոսք։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է կենսագրություն իմանալով Իսահակյանի եւ այս հարաբերությունները, որ ազգականները Շուշանիկ Մատակյանի շատ դեմ էին եւ նաեւ շատ բաներով խանգարեցին նրանց հարաբերություններին եւ այս լարվածությունը կա թե Շուշանիկին ուղղված նամակներում, թե նաեւ ընկերների տարբեր նամակներում նա պատմում է այս մասին։ Ըստ այդմ էլ, այսինքն այստեղ հենց աղջկա կողմից տեղեկացնելը նաեւ գուցե որոշակի կենցաղային բան ուներ, խնդիր լուծում էր, բայց ճիշտ է, որ շատ կարևոր էր, որ Իսահակյանի համար արդեն առաջնահերթը նրա ազատությունն էր եւ եթե նույնիսկ հարաբերություններ կան, ապա այս նամակագրությունները, այսինքն այս ներշնչումը, նույնիսկ հերվից սիրելու, բայց միմյանց հետ հոգեվոր կապ ունենալու գաղափարն է, որը նաեւ որոշակիորեն արտահայտվում է նաեւ այս շրջանի բանաստեղծություններում, այսինքն սիրուն մոտենում է ավելի փիլիսոփայական, այսպես ձևով։ Բնական է, ընդհանրապես կենսագրությունը, երբ որ վերածվում է բանաստեղծության, ավելի խոր փիլիսոփայական իմաստներ է ձեռք բերում, ինչպես քան իրականությունում կա, եւ այդ առումով մի էլի հատկանշական օրինակ եմ ուզում բերել։ Իսահակյանի սերերից մեկը եղել է Ջավահիր Ներսիսյանը, որը հետագայում ամուսնացավ Լևոն Շանթի հետ։ Իդեպ նրանք ովքեր առիթ ունեցել են տեսնելու Իսահակյանի եւ Լևոն Շանթի լուսանկարները այդ նույն թվականին, դարասկզբին 1902-ից 8 թվականների արանքում, ապա կապշեն թե ինչքան ֆիզիկական եւ դիմագծերի նմանություն ունեն Իսահակյանն ու Շանթը։ Եթե Շանթը մանավանդ ակնոցով չի, ըստ ամենայնի Ջավահիրի մոտ, երբ որ Իսահակյանի հետ հարաբերությունները չեն ստացվել, ամուսնացել է Լևոն Շանթի հետ եւ այստեղ, չգիտեմ, լավ բան եմ անում թե վատ բան, պահպանվել է Իսահակյանի նամակը, երբ որ դատապետում է Ջավահիրի ընտրությունը։ Ոնց էլ ինձնից հետո ոնց կարող էիր դու, ասենք, Շանթին ընտրել։ Ընդ որում էս էլ հետաքրքիր բան է, երբ որ կարտես չի ուզում իրենց մոտիկությունը, բայց չափազանց ծանր է տանում հեռանալը։ Սա էլի սիրո հոգեբանության դրսևորում է թե ինչ, այնուամենայնիվ Իսահակյանի ահա այդ սերերի պարագծում արտահայտվում է։ Նույնը նկատելի է նաև օրինակ Վիկտորիա Աբովյանի հետ հարաբերություններում, բայց սա ես համարում եմ Իսահակյանի ամենայուրօրինակ, ամենաքնքուշ սիրային հարաբերությունը եւ ես կարծում եմ, որ հետագայում հատկապես 10-ական թվականներից հետո, եթե մի բանաստեղծություն հիմա թեկուզ պատահականության սկզբունքով սիրային ընտրես եւ կարդաս, ես կարծում եմ, որ դրանց զգացմունքային հասցեատերը այդուհանդերձ Վիկտորիա Աբովյանն է եւ ես այն ներքին համոզվածությունն ունեմ նաեւ որոշակի համադրությունների մեջ, որ ավելի խորքային, ավելի մեղմ, ավելի քնքուշ դարձած Ավետիք Իսահակյանը սիրգության մեջ ավելի այսպես լայնախոհ, եթե կարելի այդպես ասել, ավելի շատ ներշնչված է հենց Վիկտորիա Աբովյանից, որովհետև նրա հետ հարաբերություններում մի օրինակ քնքշություն կա, համակերպվածություն կա լավ առումով, որը մյուսների հետ հարաբերություններին բնորոշ չէ։ Սա ըստ ամենայնի Վիկտորիա Աբովյանի նաև կերպարից է բխում, շատ ռոմանտիկ, շատ գեղեցիկ մի կին, որին Իսահակյանը երևի թե շնորհակալ է հենց այդ գաղափարների համար, էլի, եւ այս Վիկտորիա Աբովյանի հետ հարաբերություններով նամականին ուսումնասիրելով մի շատ կարեւոր բաներ կարող ենք ըմբռնել Իսահակյանի սիրգության այս համակարգի մեջ, որ կանանցից ամեն դեպքում Իսահակյանը ավելի շատ ներշնչանք է ուզել, քան այլ բաներ։ Եվ այստեղ էլ մի շատ կարևոր, եթե մի քիչ առաջ գնանք, կարևոր բան հիշենք, ի վերջո Իսահակյանը այդքան բոլոր նամակներում գրում է, որ ամուսնությունը բացառում են, բայց ի վերջո ամուսնացավ, եւ եթե մենք չպատմենք, ապա կարող են նամականու միջոցով ընթերցողները կարդալ ինչպես նամակները, այսինքն այս նամակային շփման էտիկետը շատ բան է բացահայտում ընդհանրապես, այսինքն այստեղ նամակների միջոցով մենք չենք կարող բանաստեղծությունները այսպես խորությամբ հասկանալ կամ համատել, այլ ուղղակի ընդունված է։ Մենք կարող ենք Հովհաննես Թումանյանի նամակներն էլ կարդալ, Վահան Տերյանի նամակներն էլ կարդալ մեր մեծերի, այսինքն ինքնին այս շփման կերպը որոշակի տրամադրություններ փոխանցում է, այսինքն այս հերավորությունը
անձնական հանդիպումների ոչ ակնկալությունը, այսինքն նրանք չեն ցանկանում, նամակը չի ձգտում նրան, որպեսզի մարդիկ հանդիպեն, միասին լինեն, ամուսնանան, երջանիկ լինեն, այլ ուղղակի սիրտ ինչ որ մեկի հետ բացելու, այլ սիրո պես մեծ երևույթի մասին խոսելու, հիացմունքն արտահայտելու, ներշնչված լինելու, որոնք հետո այլ ձևերով կարող են դառնալ բանաստեղծություն, պահպանելով փոքրիկ նշաններ այդ կենսագրական հարաբերությունների։ Ըստ ամենայնի դա ենք նաև հասկանում, որ Իսահակյանի ուզածը դա է, էլի հիշենք Քուրիմ Նազելին, նա երկու դիմաց վիրավորավեր, իմ սիրտն եմ բացել, ախ նվիրական ինձ քո գիրկը դար եւ գուրգուրիր ինձ ես շատ եմ լացել։ Պարզ բաներ են եւ առերևույթ տեսեցի հետաքրքիր բաներ ասեմ, այ երբ որ օրինակ Իսահակյանի բանաստեղծությունում կարդում ենք նման պարզ բաներ, ասենք Արաքսի ափին բոստանս լինի, նստեմ ու շուշիկս այնտեղ լինի, կամ այդ քիչ առաջ հիշած բանաստեղծությունը գլուխս դնեմ գրկիտ այնքան որ ինձ բան արա, արտակոս դրանք թվում են ինչ որ ռոմանտիկ պատկերներ, հա, որ իբր բանաստեղծական, բայց երբ որ կարդում ես նամակները, ինչու եմ ես կարևորում, էլի, այդ համադրության մեջ տեսնում ես, որ Իսահակյանի ուզածը հենց դա է եղել, այն առավելագույնը, ցանկությունը, չգիտեմ, դա իր կենսագրության բնույթից է գալիս, բնավորությունից է գալիս, դա անդադ թափառումների մեջ չէ, հանգիստ չուներ ասում գլուխս ոչ չոր քարին դնեմ, եւ սրա մի հավելյալ ապացույց է նաեւ այն, որ Իսահակյանի սերգության մեջ, եթե լի համատելու լինենք, օրինակ կարող ենք որևէ նամակ բացել, ենթադրենք 10 թվականի ապրիլ եւ փորձենք այդ հենքով որևէ բանաստեղծություն գտնել, այդ հետքերը անպայման կտեսնենք, Իսահակյանի կյանքում կան նաեւ այսպես հպանցիկ, ընթացիկ սերեր, որոնք միանգամից դարձել են, հա, ներշնչումներ, որոնք դարձել են բանաստեղծություն։ Օրինակ, որքան էլ այսօր երբ որ մեկնաբանվում է մի մրահոն աղջիկ տեսան, չէ, էլի դնում մեկնաբանում են Շուշանիկի սիրո լույսի տակ, որ մի մրահոն կույս էր, քեզ պես կոտրեց սիրտս պատանի։ Պատանի բառը չլիներ, ես կմտածեի Աննա Մատակյանն է կոտրել կամ չգիտեմ Ջավահիրը կամ այն մյուսը, բայց այստեղ ես կարծում եմ որ բանաստեղծությունը այդ վերջին քառակը որոշակի նաև ավելորդության էֆեկտ ունի բանաստեղծության մեջ, որտեղ շեշտադրումը եւ հիացմունքը այդուհանդերձ Ռիալտոյի կամրջին հանդիպած այդ աղջիկն է, որի ոնց ասեմ, որ միտքս ճիշտ ընկալվի, էլի, եթե խնդիրին նայում ենք այս ներշնչանքների եւ բանաստեղծականումների տեսանկյունից, այդ Ռիալտոյի անանուն աղջիկը հորդ մազերը, գետ գիշերվա եւ հակինքներ ականջին, նույնքան նշանակալից սեր է Իսահակյանի կյանքում, ինչքան Աննա Մատակյանը, Ջավահիր Ներսիսյանը, Շուշանիկը եւ Վիկտորիա Աբովյանը։ Եվ քանի հիշեցինք Ռիալտոյի կամրջը, իհարկե Վենետիկում 1923 թվականին գրված մեկ այլ բանաստեղծություն ընթերցեմ, որ սիրում եմ, ասում են, թե դու այնպես մոռացել ես ինձ այնպես, որ երբ անունս են տալիս, հազիվ միտքդ եմ գալիս, բայց նազելիս ձեր բակում այն լորին է դեռ ծաղկում, որի քնքուշ բույրի մեջ քեզ գրկեցի սիրատենչ, ու գրկից մեջ այսօր դեռ կիսող կրակ է վառվել, իսկ երբ անունդ են տալիս, սիրտս արյուն է լալիս։ Ախ, իրավ, թե դու այնպես մոռացել ես ինձ այնպես, որ երբ անունս ես տալիս, հազիվ միտքդ եմ գալիս։ Երգ է։ Իսկ գիտես ում է նվիրված։ Ոչ։ Այո, այս բանաստեղծությունը ունի իր շատ խոր եւ թաքուն շերտերը եւ ես գալիս էի այդ թեմային։ Մի լրիվ ինքը անձնական բանաստեղծություն է եւ ուղղված է Թումանյանի դուստրերից Նվարդին, որին իդեպ սիրահարված էր նաև Վահան Տերյանը, հա, եւ որին շատ զարմանում էր Եղիշե Չարենցը։ Եվ որին չէր սիրում Եղիշե Չարենցը եւ ապշում էր, թե ոնց է Տերյանի նման նուրբ հոգի ունեցող մարդը սիրահարված եղել Նվարդին, բայց սա ուրիշ վերլուծության նյութ է։ Հիմա շարունակեմ։ Իսահակյանի կյանքում երկու սիրերգային այսպես հատված կա, որը ինձ ամենահետաքրքրականն է թվացել, մեկ այդ նույն 20-ականներին էլի, այսպեսի մի բանաստեղծություն է, նա մի փոքրիկ աղջիկ է, լուսափթիթ աղավնի այդպես տողով սկսող, որը շատ անմեղ բանաստեղծություն է առաջին հայացքից, բայց պահպանվել է այս հատորում էլ, որը քո ձեռքի տակ առաջ հատորում դրա տեքստային պահպանված ձեռագրային մասերը, որտեղ երբ որ շարունակությանը ծանոթանում ենք, կարծում եմ, որ դա մի փոքրիկ շվեյցարուհի աղջիկ է, որին հանդիպել է Իսահակյանը, եւ սա չգիտեմ, անձնական այդ հողի վրա ինչպես կարելի է մեկնաբանել, բայց այնուամենայնիվ գրական վերլուծության տեսանկյունից շատ խորքային բաներ է բերում եւ մյուս կողմից եւս մի գույն ավելացնում Իսահակյանի սերգության, այսպես գունապնակին, ասեմ ներկապնակին, որը էլ ավելի կատարելագործում է, երբ որ Իսահակյանը Հայաստան վերադառնալուց հետո բավական արդեն խոր տարիքում 60-ն անց ունեցավ իր կյանքի ինձ թվում է մեծագույն սերը, եթե գիրքը տաս ես կփորձեմ այդ բանաստեղծությունը հիմա գտնել,
եւ կարդալ, որը էլի շատ հետաքրքիր պատմություն է եւ որը ուղեկցվել է նաև համապատասխան նամակներով, նամակագրությամբ, որոնք իհարկե ժամանակին հրատարակվել էին Գաոն ամսագրում, դրա մասին շատ չէր խոսվում, բայց կրկին այս նամականու հրատարակությունը հնարավորություն է տալիս ավելի բաց եւ ավելի པարզ խոսել, մանավանդ որ ես նաև Իսահակյանի ժառանգների հետ եմ խոսել, իրենց համար դա հայտնի, པարզ բան է։ Խոսքը վերաբերում է արդեն Թումոյանի մյուս դստերը, Սեդա Թումոյանի, որին իսկապես մեծ սիրով սիրել է Ավետիք Իսահակյանը եւ եթե կարդամ կամ դուք կարդաս թե ինչ բանաստեղծություն է ձոնել Իսահակյանը նրան, դու կարդա եւ այդտեղ էլ ամփոփենք եւ կհասկանաս, որ խորությունը նրա այդ բանաստեղծության եւ այս քիչ առաջ նշած այդ հատկանիշները, որ ամենակարևորը իր համար զգացմունքն է, գոյությունն է եւ այլն, շատ էական է, որպեսզի նա այդ ներշնչանքը դարձնի բանաստեղծություն կամ որպեսի բանաստեղծություն գրվի։ Վերջին հորձանք իմ ցնորքի, գրող տվիր կյանքիս վերջին, ձեռիդ անհուն բաժակ ոսկի արփեցումի հրով վերջին, սեգ մազերդ օծախռիվ խճճեցին ուղիս վերջին, անհագ հոգիս լցվեց լրիվ մահասարսուր սիրով վերջին, արյունս հիմի աչքս առած դեմ կանգնել դողով վերջին, սիրտս փռված սիրուտ առաջ մահ խոցեցիր սրով վերջին։ Ես դա համարում եմ շատ հզոր բանաստեղծություն եւ սիրո ուժը, այդ իր տված տարերքը, այդ իր վարկենական հզոր ազդեցությունը ֆանտաստիկ իսկապես համատություններով իրացված են այս բանաստեղծության մեջ։ Շատ ներշնչում է, տեսնում ենք, որ շատ բազմազան է Ավետիք Իսահակյանի սիրային պոեզիան, մենք մի քանի գծերի անդրադարձանք հատկապես նամակների հետ հարաբերությամբ եւ անձնական կապերի, բայց երևի գաղտնի այլ ներշնչումներ եւս եղել են, որոնց մասին նույնիսկ նամակներում եւ հուշատետրերում բան չկա, բայց այդուհանդերձ դրանք լավ, գեղեցիկ ներշնչող բանաստեղծությունների ծրում տվել են, որոնք մեր սեղանին են։ Այո։